Պարոն Սեթրակյան, օրեր շարունակ մեր փրկարարները որոնողափրկարարական աշխատանքներ են կատարում, կխնդրեմ ներկայացնեք, թե ինչ իրավիճակ է հիմա, ինչ նորություններ ունեք։ Ներկա պահին կարող եմ ասել, որ վաղ առավոտվանից մենք իրականացնում ենք որոնողական աշխատանքներ, ընդհանուր ինչպես Մարմարիկ բնակավայրում, այնպես էլ Մարմարիկ գետի երկայնքով եւ Աղբյուրակի ջրամբարում։ Ընդհանուր մինչ այս պահը փրկարարական աշխատանքներին, որոնողական աշխատանքներին ներգրավված են եղել շուրջ 218 փրկարար ծառայող, 170 ոստիկանության ծառայողներ, կինոլոգիական 2 խումբ, ծառայության աշխատակիցներ, ջրասուզակներ եւ ինչպես նաեւ որոնողական աշխատանքները ավելի արդյունավետ դարձնելու համար կիրառում ենք անօդաչու թռչող սարքեր եւ այլ սարքավորումներ։ Ստուգվում են բոլոր վարկածները, որ արդյունքի հասնենք, բայց ներկա պահին ինչպես տեսնում եք, որոնողական աշխատանքները շարունակվում են, բայց դեռ արդյունքի չենք հասել, բայց տարբեր վարկածներ կան, որն եք ավելի հավանական համարում։ Այդպիսի վարկած չկա, որ մենք ավելի հավանական համարենք, բոլոր վարկածները թե մեր, թե ոստիկանության ծառայողների կողմից ստուգվում են, բոլոր վարկածները ստուգվում են, որ ավելի արդյունավետ լինի, բայց ավելի շատ հավանական, որ ըստ բնակիչների, ըստ ծնողների ասացի, ինչպես նաև տեսնում եք, որ իրենց տունը, որ ավելի մոտ է գետին, հիմնական ուժերը ներգրավել ենք, ուժերն ու միջոցները ներգրավել ենք ավելի շատ գետի երկայնքով, այսինքն գետի վրա ենք ավելի շատ ուժեր ներգրավել, բայց ոչ մի վարկած մենք բաց չենք թողում, ստուգում ենք, որ հասկանանք ինչ խնդիր կա։ Բայց այս պահին, ինչպես հասկացա, դեռ որևէ հետք չկա, չեք ոչ մի տեսակի հետք չենք գտել, մինչ այս պահը չենք գտել։ Եվ մինչև երբ եք շարունակելու այս աշխատանքը, որոնողափրկարարական աշխատանքները, արդյոք կլոր օրն եք աշխատում դուք։ Մենք ամեն օր վաղ առավոտվանից 7-ից իրականացնում ենք որոնողական աշխատանքներ, ժամը 22:00-ին, 21:00-ին, նայած եղանակային պայմաններից ելնելով եւ մթությունից ելնելով որոնողական աշխատանքները դադարեցնում ենք, նորից վաղ առավոտից շարունակում ենք, այնքան ժամանակ մինչև գտնենք երեխային։ Ամեն ինչ անում ենք, որ հասնենք արդյունքի։